8 միլիոն եվրոյի հուշագիր վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ու Եվրամիության միջև։ Այսպիսով ընդլայնվում է Հայաստանում փոքր բիզնեսին տրամադրվող աջակցությունը։ Փախստականների դիմակայության պատուհան Հայաստանի համար ծրագրի շահառուները բռնի տեղահանվածներն են։ Փախստականների դիմակայության պատուհան համատեղ ծրագրի նպատակը փախստականների կարիքներին արձագանքելն է, նրանց Հայաստանի տնտեսությանը ինտեգրելը, շուկայում մրցունակ դարձնելն ու բիզնեսը զարգացնելը։ Որպես Արցախում գործունեություն ծավալած գործարար մեր գործընկերների հետ ներկայացել ենք, տեղեկացել ենք, ծանոթացել ենք և հաշվի առնելով, որ ինքը բավականին արդյունավետ գործիք էր բիզնեսի և ծավալման և ընդլայնման առումով, որոշել ենք օգտվել ծրագրի ընձեռած հնարավորությունից, որի համար բնականաբար շատ շնորհակալ ենք։ Նախաձեռնությունը ներառում է վարկային հատուկ գծեր և ռիսկերի բաշխման մեխանիզմներ տեղական փախստականներին աջակցող միկրո, փոքր և միջին բիզնեսի համար։ Ծրագրի շահառուների համար վարկային միջոցները կդարձնենք ավելի մատչելի, իրենք կարող են վարկավորվել և նաև կարող են իրականացնել ներդրումային ծրագրեր ավելի ցածր ինքնարժեքով։ Ունենք մի շարք ծրագրեր, որոնցից մեկը նաև առցանց հարթակն է, որտեղ այս պահի դրությամբ արդեն իսկ վերապատրաստվել և սերտիֆիկատ են ստացել 1900-ից ավելի տեղահանված արցախցիներ, նաև ունենք տեղական խորհրդատվական ծրագրեր, այս պահին իրականացրել ենք դրանք 10-ից ավել տեղահանված ընկերությունների համար։ Փախստականների դիմակայության պատուհան Հայաստանի համար ծրագրին կմասնակցեն 5 հայկական առևտրային բանկ և 1 լիզինգային ընկերություն, առաջիկա 18 ամիսներին տրամադրելով մինչև 44 միլիոն եվրո վարկ։ Շահառուներին վարկի գումարի մինչև 35%-ը կտրամադրվի խրախուսական դրամաշնորհներով, ինչն էլ կլինի նոր բիզնեսի ֆինանսական վարձիկը։ Սևակ Վարդումյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։